Եվ Եվրաքվեի հետ կապած նախաձեռնության ձգձգում է ինչով է պայմանավորված։ Ինչ նախաձեռնության։ Եվրաքվեի Տեխնիկական է, ոչ մի հնարավոր է հետ։ Չէ, ոչ մի քաղաքական բան չկա, ոչ մի, ես գիտեմ դրա մասին էլ են հարցեր, չէ, անկեղծ ոչ, ցենց ասեմ, չեմ լավ այդ բառը չեմ ասի, ոչ մի տենց բան չկա ձեր մտածած բան, արդեն առաջին ընթերցումը ընդունվել է, արդեն նույնիսկ ընկալումը աշխարհում նենց է, որ արդեն ընդունել են, մենք են գնում ասում ենք, չէ, հələ մի րոպե սպասեք, երկրորդ ընթերցում ունենք։ Դա ընդունված բան է, տեխնիկական բան է։ Ճանապարհների ապաշրջափակման Ընդդիմությունն ասում է, որպես փաստաթղթով Ադրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջում, այսինքն փոխզիջման մասին խոսք չկա, ավելին այս փաստաթուղթը երկրորդ կապիտուլյացիա է, ինչպես կարող եք արձագանքել։ Դե երկկողմանի փաստաթուղթը ոնց կարա երկկողմ կապիտուլյացիա լինի։ Այսինքն եթե մենք երկկողմ բոլորից երկուսիս համար հավասար բան ենք պայմանավորվում։ Դու չես պայմանական, դու չես ձեռ տալիս ես միկրոֆոնին, ես ձեռ չեմ տալիս ես միկրոֆոնին։ Հիմա դրա կապիտուլյացիան ո՞րն է։ Իրանց պայմանն է, որ այս միկրոֆոնին ձեռ չտա, չէ, մեր պայմանն է, որ այս միկրոֆոնին, այս սահմանին ձեռ չէ։ Հիմա պայմանական գրված է, որ Հայաստանը այս գծից այս կողմ Հայաստանը, այս գծից այն կողմ Ադրբեջան։ Ի՞նչն է դրա։ Հիմա իրենք հայցերը հետ կանչել են միջազգային։ Ինչ պետք է անեն։ Բայց եթե կրկնում եմ, քանի անգամ կարելի է նույն բանի մասին խոսել։ Բոլոր պայմանական, այտենց կետ չկա, որ գրած է իր հերթին պայմանական, չգիտեմ, հնարում են Հայաստանը միակողմանի, այտենց բան չկա։ Կողմերը պարտավորվում են, կողմերը պարտավորվում են Հայաստանի Հանրապետության։ Բայց դրանից հետո նորից են խոսում դրա մասին։ Հայտարարություններ էր, չէ՞, այդպես երկկողման, բայց Ադրբեջանը բոլոր Չէ, երկկողմանի չէ։ Հայաստանի տարածքում Լաչինի միջանցք կար։ Չէ, գերիների մասով։ Հա, գերիների մասով կար, որ ադրբեջանական կողմը չի կատարել այդ պարտավորությունը եւ նոյեմբերի 9-ի հաստատղթի մեջ գրեթե այդ 9 կետից երևի մեծ մասը չէ, ամբողջությամբ չի կատարել այդ հաստատղթը։ Ճանապարհների ապաշրջանում Բայց ի՞նչ կապ ունի Հայաստանի կողմից։ Մենք մեր պարտավորությունները ոնց կատարել ենք, մենք մեր պարտավորությունները կատարելու ենք։ Բայց այդ դուք ինձ հարցնում եք, ասում անդիմությունը ասենց, ես ասում եմ, այն ինչ որ մենք պայմանավորվել ենք, այն ինչ որ համաձայնեցրել ենք, համաձայնեցրել երկկողմանի, հիմա պայմանական, որ ընդդիմության կարկառուն դեմքերը են, բան պայծառ ուղեղները գնային ինչ որ բան պայմանավորվեին, իրանք ուրիշ ձև էին պայմանավորվել։ ասում են միջազգային երաշխիքները պետք է պայմանավորվելու եւ նույն ձև էլի Ադրբեջանը կարող չկա բանը կատարել։ Հարցը ձեր հնչում է նրա մասին, արդյոք Հայաստանը միակողմանի բանա զիջել, արդյոք այդ զիջում կամ ոչ զիջումը կամ ինչ որ բանը, որը որ եղել է պայմանավորված կապիտուլյացիա է եւ կարելի է համարել որ միակողմանի, ասում տար չկա այնտեղ գրված, որ վերաբերվում է միայն Հայաստանի Հանրապետությանը եւ չի վերաբերում Ադրբեջանի Հանրապետությանը։